Չարիկը որ եկել եմ։ Տիկին թողեք դուք։ Չարիկը որ եկել եմ դուք ոչ շապ կմտնեք ոչ։ Սահմանադրական հանրաքվեի օրը ազատության լրագրողի եւ օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Սիրուշ Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե մեղքը մասնակի է ընդունում։ 50-ամյա կինը պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց, թե լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքը չի ընդունում։ Այսինքն այդ մասով է Հարշելու մասով նեղավոր չէ ճանաչում։ Թքելու մասով մի ամուսնությանը հարվածելով պրոշեր կորտավ ինքը զայրացած է կրները։ Բռնության գործադրելու նեղավոր չէ ճանաչում։ Կոնկրետ բռնություն գործադրելու։ Այո։ Ըստ մեղադրանքի Սիրուշ Հովհաննիսյանը բռնություն գործադրելով դիտավորյալ խոչընդոտել է ազատության լրագրողի եւ օպերատորի լիազորությունների իրականացմանը։ Հանրաքվեի օրը Արաբկիր համայնքի ԱՅՈ-ի շտաբի մոտ կինը փորձելով խանգարել նկարահանումները թքել էր լրագրող Անուշ Մկրտչյանի վրա։ Թող գնա։ Ոչ մեկ չեն խոսում։ Թող ջերերեսի։ Թող գնացեք ստեի։ Ավելի վաղ Հովհաննիսյանը ազատությանն ասել էր, թե ինչու է այդպես վարվել։ Ոչ մեկին հետաքրքիր չի։ Պաշտպանում էր ԱՅՈ-ի կողմնակիցներին ու չէր ուզում, որ լրագրողները նկարահանումներ կատարեն շտաբի դիմաց, որտեղ սենդվիչներ էին բաժանում մարդկանց։ Քաղաքապետի համար էի անում։ Պարոն Մարգարյան։ Այո։ Ինքներ են տեղ ուղարկել ձեզ։ Ոչ մեկ ինձ չի ուղարկել, ես եմ գնացել։ Այսօր արդեն ասաց, որ շտաբ էր մտել բուտերբրոդների համար, չի աշխատում, նպաստով է ապրում ու առանց կողմնակի օգնության երեխաներին պահել չի կարողանում։ Նպաստով թոշակով պաշտոնավոր մարդկանց օգնության ես իմ երեխեքի գոյությունը պաշտպանում եմ։ Պարկով ուտելիք եմ վերցում խանութներից, պաշտոնավոր մարդիկ ինձ օգնում են, ես իմ պարկերը փակում եմ։ Հետորնել էին ձեզ փող տվել պաշտոնը։ Ոչ։ Ավանի դեպուտատը Ռոբերտ Սարգսյան։ Հա, Մարգարյանի Աներսակ։ Հա, ձեզ օգնում է։ Ինչ։ Ձեզ օգնում է։ Այո, ամեն ամիս։ Քաղաքապետն էլ է օգնում։ Այսօր Ամբաստանյալը նաև պնդեց, Անուշ Մկրտչյանը խոսափողով հարվածել է իր շրթունքին, ինքն էլի պատասխան թքել է։ Ոչ քաշքշել եմ, ոչ էլ բռնություն եմ կիրառել։ Ես այդ բաղում ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Իսկ որ բաղով եք նեղավոր ճանաչում։ Որ Անուշ Մկրտչյանը հարվածելով պրոշը սուրեց, զայրացած քեցը վրները։ Սխալ բան չեմ արել։ Մինչդեռ Անուշ Մկրտչյանը ասում է, դեկտեմբերի 6-ին ուղիղ հեռարձակված տեսանյութում երևում է, որ ինչպես է ինքը փորձում պաշտպանվել իրեն քաշքշող կնոջից։ Հաջորդ դատական նիստը մայիսի 2-ին է։ Ես